Աֆրիկայից Ամերիկա, չվող թռչունները աշխարհագրական խոչընդոտներ չունեն։ Տաք երկրներ հասած փետրավորները հետադարձին հնարավոր է որոշ էնդեմիկ հիվանդություններ բերեն հասցնեն բնադրավայրեր։ Այս թռչունները կարող են կրել մանրեային, վիրուսային եւ մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ, դրանք փոխանցելով ինչպես կենդանուն, այնպես էլ մարդուն։ Խնդիրը ասպիրանտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրում է մայր բուհի երիտասարդ գիտնական Մանան Ասիկյանը։ Ինչ-որ դեպքերում թռչունները միջանկյալ կրող են, օրինակ կատվազգիների համար ուտելիք են ու արդեն վերջնական տերը կատվազգին է կամ մարդը։ Շատ դեպքերում օրինակ հենց ուղիղ թռչունի կղանքի միջոցով ինչ-որ բան կարող է փոխանցվել։ Հենց անմիջական թռչունի հետ շփումից, ինչ-որ ձեռքով շփումից քիչ հիվանդություններ կան, որ կարող են փոխանցվել, բայց դա եւս հնարավոր։ Կամ օրինակ որսի միջոցով, շատ տարածված միջոց է, որսում են թռչուններ, այդ միսը բավականաչափ չեն եփում, անմիջապես լիքը հիվանդություններ կարող են փոխանցվել։ Գիտաշխատողը հատուկ տարածքներում տեղադրել է անտեսանելի ցանցեր։ Թռչուններն ընկնում են թակարդը, հետազոտվում։ Մանանը փետրավորներից արյան նմուշ է վերցնում, օղակավորում եւ բաց թողնում։ Հաջորդ փուլն արդեն լաբորատորիայում է։ Արյան նմուշները գնում է գենետիկական ուսումնասիրության, ինչը ենթարկում ենք, սկզբից DNT ենք անջատում, հետո PCR ենք անում, հետո սեկվենավորում ենք, հետո սեկվենսները վերլուծում ենք, որ նախ որպեսզի հասկանանք, թե ինչ մակաբույծներ կան այդ թռչունի արյան մեջ, ինչ տեսակային կազմ կա ընդհանրապես, ինչով է հիվանդ թռչունը։ Մանանի խոսքով ավելի հաճախ հանդիպում են մալարիան, տոքսոպլազմոզը եւ աֆրիկյան քնախտը։ Գիտնականն ուսումնասիրելու է նաեւ կլիմայական փոփոխությունների ազդեցությունն այդ հիվանդությունների տարածման վրա։ Որպես վերջնական արդյունք մենք կարանք ունենանք ցուցակ այն բոլոր պաթոգենների, այն բոլոր մակաբույծների, որոնց կրողն են թռչունները, հետևապես նաև այն բոլոր հիվանդությունների, որոնք կարող են կրել, ու հետո էլ նայենք իրանց փոխանցման ուղիները, թե ոնց կարող են փոխանցել ում, որ կենդանուն եւ միգուցե ուղիղ մարդուն։ Իդեպ գիտնականի ասպիրանտական աշխատանքը ֆինանսավորել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, իսկ 2026-ի օգոստոսից մինչեւ հոկտեմբեր Մանանը կվերապատրաստվի Ավստրիայում։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։